Քննչական կոմիտեի դեղատան 3 հասցեից կամ քննչականի քթի տակից ինչպես հաջողվեց ավելի քան $500,000 հափշտակել։ Քննչական կոմիտեի ղեկավարը ընդդիմադիր падգամավորի հարցի ձևակերպման հետ չհամաձայնեց։ Չգիտեմ, քթի տակից ասելով ինչ եք հասկանում, բայց կրկնեմ։ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում։ Այնուամենայնիվ քննչական կոմիտեի ղեկավարը հպարտորեն է նշում, որ դեպքն իրենց գերատեսչությունն է բացահայտել։ Չնայած որ հակակոռուպցիոնում նեղսրտած են Արթուր Պողոսյանի այդ հայտարարությունից, պնդում էին, որ դա համատեղ աշխատանքի արդյունք էր։ Ես դափնիներ չեմ ուզում։ Հանցագործության դեպքը բացահայտվել է մեկ մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել։ Քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է կատարած անձանցից մեկը, պաշտոնատար անձը, բացահայտվել է եւ կծիկը դրանից հետո բացահայտվել է։ 68 պաշտոնատար անձ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ Արդյունքները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը ազգային ժողովում հայտնել է, որ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազություն։ Այդ թվում նաև կառուցապատող ընկերությունները, կապալառուները, այդ թվում պետական հիմնարկի տնօրեններն ու հաշվապահները վերադարձրել են իրենց գործառույթների հետևանքով հասցված վնասը։ Պատգամավոր Գրիգորյանին էլ հետաքրքրում էր, երբ հայտարարվում է 100 միլիարդ դրամի չարաշահման փաստի մասին, ինչպես է ստացվել, որ դրա միայն 1%-ն է պետությանը վերադարձ եղել։ Եթե 100 միլիարդ դրամի ընդհանուր շեղում է արձանագրվել, չի նշանակում, որ 100 միլիարդ դրամի հանցակազմ պարունակող յուրացումներ, փոշիացում կամ խարդախություն է տեղի ունեցել։ Ենթադրաբար կարա 100 միլիարդից լինի 1%-ը, ինչը վերականգնվել է արդեն փաստացի, եւ կարող է լինել իմ ընկալմամբ ասեմ 15%-ը օրինակ։ Իսկ արդարադատության նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ հնարավոր բարեփոխումների առնչությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի։ Խորհրդի անդամներին ըստ նախարարի կներկայացվեն որոշակի դրույթներ, որոնք ըստ էության արդեն մշակվել են։ Երկու դեպքում էլ հանրությունը տեղյակ կլինի այն մասին, թե ինչ է քննարկվել այդ նիստում եւ ինչ որոշումներ են կայացվել։ Իսկ հնարավոր է, որ սահմանադրական փոփոխություններում վերանայվի եկեղեցի պետություն հարաբերությունները։ Լրագրողները հարց ուղղեցին Գալյանին։ Ես որևէ բան չեմ բացառում, որովհետեւ յուրաքանչյուր հնչեցված միտք դա գաղափար է, որը կարող է քննարկվել։ Հաջորդ խնդիրը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին։ Արդարադատության նախարարը հայտնեց, որ քրեակատարողականներում հանդիպել է դատապարտյալներին, լսել ցմահ դատապարտյալները ինչ խնդիրներ ունեն։ Լրագրողները նկատեցին, թե նախարարը Նուբարաշեն կալանավայր է այցելել դատապարտյալների ծեծից հետո միայն։ Գալյանը չհամաձայնեց։ Իսկ դե ես էլ ասում եմ չծեծեցին, եկեք սա բանավեճի վերածենք։ Ոչ մեկին չի ծեծել։ Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկ պետք է կառուցվել, սակայն նախագծի մշակման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ։ Այդ պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Սրբի Գալյանը տեղեկացրեց նաև, որ նորոգման աշխատանքների ընթացքում առաջացել են բարդություններ եւ 30-օրյա հետաձգումից հետո հնարավոր է եղել նորոգել Աբովյան քրեակատարողական հիմնարկը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։